Կներկանաք, ասեք դրա անունը։ Կիրակոսյան Վանիկ, Քանի տարեկան եք։ 32։ Եվ քանի տարի այստեղ եք։ Ես 5 տարի 2 ամիս։ 15 տարի Չէ, 2։ 5 տարի 2 ամիս։ Ինչ հոդվածով, ինչ առիթով եք այստեղ։ Գողություն։ Խղճացել եք։ Հա, շատ։ Եվ դեռ ինչքան ունեք նստելու։ 2 տարի 4 ամիս։ Ընդհանուր 7 տարի 7 ամիս են դատապարտը, որից 5 տարի 2 ամիսը նստած եմ։ Քիչ ավել։ Ինչ կասեք ձեր այստեղի կյանքից, պայմաններից, գոհ եք, դժգոհ եք, ինչ դժգոհություն ունեք նա։ Դե դժգոհություն տենց, որ ասեմ, ունեմ, չունեմ, ամեն ինչ կապված է այդ վաղ ժամկետի հետ, չի գործում։ Գնում ես դատարան, ես կալանքիս մեջ ամուսնացել եմ, 2 հատ երեխա եմ ունեցել, դատավորը ասում է հիմա ռիսկը ավելի մեծ է, քանի որ դու 2 հատ երեխա ունես, տենց ես իմ խնդալու բաներ է, էլի, տենց լուրջ չեմ նայում։ Երեխաներդ քանի տարեկան են։ Մեկը 2.5 է, մեկը 5 ամսեկ է։ Հաճախ ես տեսնում տեսակցությունների գալիս են։ Երկարատև տեսակցություններս հենց 6 հատ է տարին հասնում, բոլորից օգտվում եմ։ Չէ պակասում է, բայց դե դա ինչ անեմ։ Երևանից եք։ Այո։ Իսկ ազատվելուց հետո ինչով եք զբաղվելու։ Արեստով։ Ունեք ինչ որ հունար, շնորհք։ Դե իմ եղբայրը զբաղվում է վերանորոգման աշխատանքներով, ես էլ որոշել եմ տենց սկզբից դե կգնամ մոտը կսովորեմ, բանվորություն կանեմ, հետո ձեռս կբացվի։ Եթե դեմ չեք իհարկե այդ մասին խոսելու, ինչը ստիպեց ձեզ գնալ այդ քայլին, որ հայտնվեցիք այստեղ։ Անգիտությունը։ Անգիտությունը։ Գիտելիքի պակասը։ Փոխեց ձեզ այս միջավայրը։ Դե առաջինը ինձ որ ճիշտ ասեմ, Աստվածաշունչը փոխեց, հետո նոր մնացած է։ Երազանքներ ունեք այստեղից դուրս գալուց հետո։ Հա, իհարկե։ Ընտանիքիս հետ կապված է էլի այդ երազանքներս, երեխաներիս մեծացնեմ, նորմալ հանրության համար պիտանի մարդիկ մեծանան, ծառայեն։ Այդ այն երազանքները։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։